31-րդ ամառային օլիմպիական խաղերի մրցակցային 5-րդ օրը առաջինը ռինգ ելավ 56 կիլոգրամ քաշային Արամ Ավագյանը։ Մրցակիցը Արաշի Մորիսական էր։ Ճապոնացին առաջին ռաունդում գործում էր շատ ակտիվ եւ կարողացավ առավելություն ստանալ։ Սակայն սկսած երկրորդ ռաունդից Արամ Ավագյանը բեկեց մրցակցության ընթացքը եւ մենամարտը հասցրեց մեծ համար ցանկալի ավարտի։ Դե բավականին լուրջ հակառակորդ է ճապոնացի։ Արագ, ռեսկի, ոնց ասած, ջղային ռուսերեն ասած զլոյ տարվա առաջին ռաունդը Արամը երբի դիպուկության հաշվին երկրորդ ռաունդում մի քանի տպավորիչ հարված էր, որ բոյը գնաց դեպի մեր կողմ։ Քիչ հետո եկավ 64 կիլոգրամ քաշային Հովանես Բաչկովի հերթը։ Վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնը օգտվեց Հովանեսի շտապողականությունից եւ դիպուկ հարված հասցրեց մեր բռնցքամարտիկին։ Սակայն փորձառու գյումրեցին գիտակցեց, որ դա ընդամենը մեկ միավոր է եւ անմնացորդ նվիրումով երկրորդ եւ երրորդ ռաունդներն ավարտեց իր օգտին։ Դժվարին հաղթանակից հետո ուժասպառ եղած Բաչկովը միայն մեկ նախադասություն կարողացավ ասել։ Ուզում եմ հիմա միայն ընտանիքիս անդամներին փոխանցել, որ ամեն ինչ նորմալ է, падали, но поднимались։ Մի քիչ վրազվել, չնայած իրանց զգուշացրել է, որ չի վրազվես, հավաքի։ Բոքսը ամեն մի փոքր սխալ հետևանքներ ունի, փարկասու վերականգնվեց, գտնվեց իր մեջ ուժ, ճիշտ շարունակեց, լսեց ինչա պետք անել ու կամքի ուժով տարավ ապրեհովն, այսօր շատ դժվար բոյ էր թե երկուսի համար էլ, թե Արամի, թե երկուսով էլ տարման առաջերան, բայց կամքի ուժի հաշվին ապրեն տղեր քեզ։ Շնորհավոր եմ բոլորին։ Այսօր մենք իրական սպասելիքներ ունենք նաև ծանրորդներ Նազիկ Ավդալյանից եւ Անդրանիկ Կարապետյանից։ Կարեն Գիլոյան, Հակոբ Թումանյան, Օլիմպիական Ռիոյից, Առաջին ալիք։